Ողջույն, Գործարար Ալիքի եթերում Mix Marketing-ն է։ Ես Գայանե Դաջունցն եմ։ Այսօր խոսելու ենք ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ, կամ ինչպես ընդունված է նաև ասել, հատուկ տնտեսական գոտիների վերաբերյալ։ Այս թեմայի շուրջ կարծում եմ այնքան էլ շատ չի խոսվում, բայց այն ստրատեգիական նշանակություն ունի յուրաքանչյուր երկրի տնտեսության համար։ Հյուրընկալել եմ Նիկա Մանուկովային, Signum խորհրդատվական ընկերության հիմնադիր, ազատ տնտեսական գոտիների համաշխարհային կազմակերպության ռեգիոնալ տնօրեն, ողջույն Նիկա, եւ Տիգրան Պողոսյանին, Signum խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն, ողջույն Տիգրան։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Հզոր։ Շատ լավ։ Ուրախ եմ շատ ձեզ տեսնել եւ միանգամից անցնենք մեր հարցերին, որպեսզի մեր ռադիոլսողների եւ ռադիոդիտողների մոտ հանելուկ չմնա առհասարակ ինչ են իրենից ներկայացնում ազատ տնտեսական գոտիները, կխնդրեմ նախ եւ առաջ բարձրաբանեք այս հասկացությունը։ Հատուկ տնտեսական գոտիները պետության տարածքում, ցանկացած պետության տարածքում գործող որոշակի սահմանափակ տարածք է, որտեղ տնտեսվարողները աշխատում են այլ հարկային կամ մաքսային ռեժիմում, զբաղվում են որևիցե նախապես սահմանված գործունեության ոլորտով, այսինքն հատուկ տնտեսական գոտում լինող տնտեսվարողները պլյուս-մինուս նույն ուղղվածությունն ունեն, ընդհանուր առմամբ այդքան։ Հատուկ տնտեսական գոտիները իրանք ոչ միայն պետության կողմից առանձնացված տարածք են, այլ նաև այլ արտոնություններով առանձնացված տարածք են, որտեղ որ պետությունները հատուկ վերաբերմունք են ցուցաբերում մի քանի նպատակներով։ Գոյություն ունի մոտ 70 տեսակ հատուկ տնտեսական գոտիներ Միացյալ Ազգերի կազմակերպության ձևավորմամբ, եւ այսօր աշխարհում գործում են մոտ 3000 ազատ տնտեսական գոտի, 100,000-ից ավել արդյունաբերական գոտի եւ միլիարդավոր տեխնոպարկեր։ Լավ, կասեք որն է գաղափարը, ինչ խնդիր է փորձում լուծել թե պետության, թե ներդրողի տեսանկյունից։ Պետության տեսանկյունից հատուկ տնտեսական գոտիները թույլ են տալիս զարգացնել որևիցե կոնկրետ ոլորտ, որևիցե կոնկրետ տնտեսական ճյուղ, որը այլ հավասար պայմաններում պետությունը զարգացնելու հնարավորություն չունի։ Կամ տեխնոլոգիայի բացակայության պատճառով, կամ պայմանական հարկային դրույքաչափերի բարձրության պատճառով պետությունները ընդունում են ռազմավարական որոշում զարգացնելու այս ինչ ոլորտը ու դրա շուրջ ձևավորում են որոշակի հարկային, մաքսային համակարգ, ռեժիմ, որի տիրույթում այդ տվյալ գործունեությամբ զբաղվելը հնարավոր կլինի տնտեսվարողի համար։ Տնտեսվարողին հնարավորություն է տալիս զբաղվել արտադրությամբ առանց հավելյալ ծախսեր անելու, որոշ դեպքերում թույլ է տալիս լինելու հատուկ տնտեսական գոտիների էկոհամակարգի մաս, որը իր մոտ եղած պրոցեսները հաճախ ավելի արագացնում է։ Թույլ է տալիս միևնույն գործընթացը անել մի քանի անգամ ավելի արագ, նրա հաշվին, որ այդ էկոհամակարգում գտնվող այլ տնտեսվարողները իրեն մոտեցում են ինչ-որ ծառայություններ, ինչ-որ պրոդուկցիայի որոշակի հատված, տեխնոլոգիական շղթա իրանք են տեղում, ռեզիդենտ այլ կազմակերպություններն են արտադրում եւ այլն։ Իրականում ես կառանձնացնեմ մի քանի հատ ամենակարևոր դրույթներ։ Առաջինը եւ ամենակարևորը, որ ցանկացած պետություն նախաձեռնում է ոլորտը զարգացնելու համար։ Այսինքն, եթե որևիցե ոլորտ դա կարող է լինել, օրինակ, ասենք մեզ հայտնի Ֆիլիպիններում, Շրի Լանկայում, նույն Թուրքիայում, ասենք տեքստիլի ոլորտը առանձնացվել է տարածք, որտեղ գոյություն է ունեցել հատուկ մաքսային ռեժիմներ եւ դրանով ավելի շահագրգռված են եղել ներդրողները տեղ ներդրում իրականացնել։ Երկրորդ բլոկը, երբ որ պետությունը ցանկանում է ներմուծի նոր տեխնոլոգիաներ, այդ նպատակով ինքը ստեղծում է տեխնոպարկեր, արդյունաբերական գոտիներ, որտեղ որ թույլատրելի գործունեության ոլորտներն են լինում բացառապես հենց տեխնոլոգիական կազմակերպությունները։ Երրորդը դա աշխատատեղերի ստեղծում է, որտեղ մենք գիտենք շատ երկրներ, հատկապես հիմա տենդենսը աֆրիկյան երկրներում է, որ իրենց համար մեկը ինչ է արտադրելու, իրենց համար մեկը ինչ է իրանցից ուզում որպես պետություն ասում արիլ եւ նոր աշխատատեղեր։ Այո։ Եվ վերջինը, բայց ոչ պակաս կարևորը, դա ռեգիոնալ զարգացվածությունն է, որովհետև շատ մենք օրինակներ ունենք, այսինքն նույն ճանապարհով գնացող
օրինակ Պարսկաստանն ճանապարհով գնացել Լեհաստանը, մարզային զարգացումները գնացել են բացառապես արդյունաբերական գոտիներ ստեղծելով, որը որ իր շուրջ, ինչպես ասաց Տիգրանը, ձևավորել է ուրույն էկո համակարգ, որը որ սիներգիայի էֆեկտով տարել է տնտեսության մնացած ճյուղերի զարգացումը։ Առաջին հայացքից շատ ինքը իդեալական մոդել է երևում, բայց որոնք են դրանց առանցքային պայմանները, սահմանափակումները։ Այստեղ նայեք, կախված նրանից թե պետությունը ինչ քաղաքականություն է որդեգրում, առանցքները տարբերվում են։ Մեր նման երկրների համար, որոնք որ ունեն օրինակ, ասենք, տարածքային սահմանափակում, բնական հանածոների սահմանափակում, լոգիստիկ ճանապարհների սահմանափակում, մեր համար ավելի շատ կարևոր է լինում ներդրումներ ներգրավել եւ նոր գիտելիքներ փոխանցել, որը որ կստեղծի մրցունակ արտադրանք, որը որ ունակ է նաև արտահանվել, հա, այսինքն ինչ որ որպես վերջնական արդյունք դա արտահանման խթանումն է։ Իդեպ 15 տարի առաջ օրենքը երբ որ մշակվեց, հենց այդ նպատակն էլ հետապնդում էր, ինքը արտահանումը զարգացման ռազմավարության ներքո էր ազատտնտեսական գոտի ստեղծում։ Երկրորդ ուղղությունը, որ բիզնես մոդելը պետքա հասկանաս, նախ ազատտնտեսական գոտիները, հատուկ տնտեսական գոտիները, դրանք օֆշորային գոտիներ չեն։ Իրանք գտնվում են շատ խիստ հսկողության տակ, իրանք գտնվում են շատ խիստ ֆիլտրացիայի տակ, հա, ուստի երբ որ որևիցե ընկերություն աշխատում է արդյունաբերական գոտում, ինքը պատրաստ է, որ ինքը ունենալու է անընդհատ մոնիտորինգ պետության կողմից, հա։ Եվ երրորդը կախված նրանից թե ինչ բիզնես մոդել ունես, օրինակ ասենք այն ապրանքատեսակները, որոնք որ արտադրվում են ԵԱՏՄ-ում, անիմաստ է իրանց կազմակերպել ազատտնտեսական գոտիներում, որովհետև դա ինքը համարվում է մաքսային տարածքից դուրս տարածք, այստեղ մենք գործ ունենք միասնական մաքսային գոտում, այսինքն Հայաստանում արտադրված արտադրանքը, եթե ազատտնտեսական գոտու մասին է խոսքը, եթե պետքա վաճառվի Հայաստանում, պետքա ինքը ներմուծվի, հա, օրենսդրորեն Հայաստանի տարածք տեղ ավելանում են հարկերը։ Դե ինչպես գիտեք, ԵԱՏՄ-ի սահմանում այդ ազատ շարժը, որ մենք ունենք, բիզնես մոդելի մեջ, եթե շուկան ԵԱՏՄ-ն է, դա անիմաստ է այդտեղ որպես ռեզիդենտ աշխատել։ Այսինքն նենց չի, որ ազատտնտեսական գոտիները դրանք կատարյալ, տենց ինչ որ վաու, իդեալական ինչ որ միջավայր են, եւ երկրորդ խնդիրն էլ կա, այդտեղ տարածքի սահմանափակում կա, այսինքն եթե որևիցե պետություն տարանջատում է տարածք, որտեղ որ կազմակերպելու է արդյունաբերական գոտին, հատուկ տնտեսական գոտին եւ այդ գործարանը ուզենա ընդլայնվի, կարող է տարածք չունենա, ինքը ստիպված է կամ այլ երկիր գնա, կամ այլ ազատ տնտեսական գոտի, ինքը իր բոլոր դրական հատկություններով հանդերձ իդեալական ներդրման տեղ չի։ Շատ լավ, ինչ կավելացնեք Տիգրան։ Ես կավելացնեի հետևյալը, ազատ տնտեսական գոտիները չնայած են հնարավորություններին, հա, որոնք որ տալիս են պետություններին, միևնույն ժամանակ պետքա սթափ առանձնացնել այն փաստը, որ ազատ տնտեսական գոտիները տնտեսության զարգացման ինչ որ տենց միակ հնարավոր տարբերակ չեն, հա։ Ազատ տնտեսական գոտիներ մտնող տեխնոլոգիաները դեռևս պետությանը չեն պատկանում։ Դու ունենում ես անձնակազմ քո քաղաքացիներից, որոնք այնտեղ աշխատում են եւ այլն, դա դեռևս չի նշանակում, որ տեխնոլոգիան քոնն է։ Ու կարող ստեղծվի իրավիճակ, երբ որ ազատ տնտեսական գոտում գոյություն ունեցող որևիցե բացառիկ արտադրություն որոշ երկրից գնա, ու դու տենց էլ այդ ճյուղը չկարողանաս քո երկրում զարգացնես, ստեղծես, հա, եւ այլն։ Ոչ այդ հաստոցային պարկին հասանելիություն կունենաս, ոչ տեխնոլոգիական մասին հասանելիություն կունենաս, ոչ էլ։ Դրա համար այնտեղ բավականին հետաքրքիր նյուանսներ կան, այսինքն ազատ տնտեսական գոտի ունենալ որևիցե ուղղությամբ աշխատող դեռևս չի նշանակում դրա տեխնոլոգիային անմիջականորեն տիրապետել դրա տեխնոլոգիային, էլի։ Հա, այդքան է։ Իսկ որոնք են ձեր ֆավորիտ երկրները, այսպես ասեմ, ազատ տնտեսական գոտու մոդելով աշխատող կամ ովքեր որոնք որ ունեն իրենց ներսում ազատ տնտեսական գոտիներ, որպես օրինակներ, որոնք կնշեք։ Լինելով Եվրոպայի եւ ԱՊՀ-ի տարածաշրջանային տնօրեն ազատ տնտեսական գոտիների համաշխարհային կազմակերպության, ես կառանձնացներ 3 տարբեր տեսակի, երևի ավելի շատ ոլորտային, հա, արդյունաբերական գոտիներ։ Առաջինը ամենաարագ աճողները։
Հիմա աֆրիկյան ազատտնտեսական գոտիները շատ ֆանտաստիկ տեմպով են աճում եւ չնայած որ իրանք բավականին երիտասարդ են, անգամ 100 տարվա փորձ չունեն, բայց եկել են արդեն գերազանցել են երկրներին, որոնք որ 100+ տարվա փորձ ունեն, իրանց ներդրումային ներգրավչությամբ առանձնացնելով տարածքներ, որտեղ որ պետությունը ինքը կարող է ազատտնտեսական գոտի ունենալ, օրինակ ասենք դրանով հայտնի է Եգիպտոսը, երբ որ տարածքը առանձնացնում եւ որևիցե այլ պետություն կարող է ստեղծել այնտեղ իր արդյունաբերական գոտին եւ իր երկրի քաղաքացիներին, ներդրողներին հրավիրի, որ գան այդ աֆրիկյան երկրում այդ տարածքում կազմակերպեն իրանց արտադրությունը։ Դա այդպես ֆանտաստիկ երևույթ է, որը որ տեղի է ունենում։ Եվրոպական երկրներում կառանձնացնել մենք ասում ենք անգլերենով իրան cross border, հա, երկու երկրների սահմանների միջև գտնվող հատուկ տնտեսական գոտիները, սրանով շատ հայտնի են բալկանյան երկրները, հա, հատկապես Սերբիայի, Մակեդոնիայի, Սերբիայի, Բուլղարիայի, հա, այդ տրանս սահմանային ազատտնտեսական գոտիները էլի հետաքրքիր մոդել են, շատ հետաքրքիր ձևով աճում են։ Այստեղ մի հատ ուրույն օրինակ բերեմ, մենք ասեցի 70 տեսակ ազատտնտեսական գոտիներ գոյություն ունի աշխարհում եւ մենակ մի երկիրն է, որ 70-ի մեջ ունի մենակ մի տեսակի արդյունաբերական գոտի, դա Խորվաթիան է։ Պատկերացրեք, որ գործարանի շենքը հայտարարվում է հատուկ տնտեսական գոտի։ Մենակ այդ մի գործարանը, պետք չի հեկտարներով տարան, մենակ այդ մի գործարանը հայտարարվում է, բայց բնականաբար պետությունը կոնկրետ պայմաններ է ստեղծում, առաջարկում թե տեխնոլոգիաների, թե աշխատատեղերի, թե արտադրվող արտադրանքի նկատմամբ, իսկ պոստսովետական երկրներից տեմպը ազատտնտեսական գոտիների աճի ես կառանձնացնեի սուտիկի Ղազախստանը։ Ինչով է առանձնանում։ Ինչն է այնտեղ գրավիչ, ինչն է հատուկ։ Իրան գնացել են դեպի տարածքային զարգացում, այսինքն ազատտնտեսական հատուկ տնտեսական գոտիների տեխնոպարկերը հանել են կենտրոններից, դա շատ կարևոր է, այսինքն պատկերացնեք մարզային զարգացում է տեղ ունենում, եւ երկրորդը կլաստերային զարգացում։ Իրանք օրինակ Խորգոսը հայտարարել են, որ ինքը պետքա լինի ազատ առևտրի գոտի։ Վերջ ու այնտեղ ասենք ազատ առևտրի շրջանառությունա տեղ ունենում, գնալով ինքը տարածքը մեծանում է։ Ես կառանձնացնեի Միացյալ Արաբական Էմիրություններին, որոնք որ հաջողության ամենախոշոր պատմություններից մեկն ունեն այդ դաշտում, Չինաստանին, որը էլի այդ ազատ տնտեսական գոտիների շատ մեծ ցանկ ունի, ու միևնույն ժամանակ այնտեղ ազատ տնտեսական գոտիները ֆանտաստիկ մեծ ծավալներ ունեն, ֆանտաստիկ մեծ չափեր ունեն եւ այլն, եւ երևի թե էլի մի պետություն կասեի, բայց լեզուս չի պտտվի։ Մոտավորապես գուշակում եմ։ Մոտավորապես մեր հարևանը, որոնք որ կարողացել են այդ մոդելը բավականին հաջող օգտագործեն ու այդ պետությունների համախառն ներքին արդյունքում ազատ տնտեսական գոտիներում ձևավորված չափը, հա, համախառն ներքին արդյունքի մեջ բավականին մեծ տոկոս է կազմում։ Այստեղ ես չգիտեմ հավելեմ, թե հակաճառեմ Տիգրանին, իմ վերած օրինակները դրանք փոքր պետությունների քիչ հնարավորություններով զարգացման ֆանտաստիկ ձևեր էին։ Արաբական միությունների օրինակը, որ Տիգրանը բերեց, այդտեղ սպეციფիկա կա, հա, այսինքն sense tenant շատ երկար տարիներ մինչև այս վերջերս այնտեղ ընդհանրապես հարկային օրենսդրություն չկար, ոչ մի հարկ չկար, sense tenant մեր պատկերացմամբ ինքը անհարկ անմաքս տարածք էր։ Ազատ էր այսպես թե այնպես։ Այո, բայց տրվել էր առավելություն, դե իրանց օրենսդրությամբ, եթե ուզում ես բիզնես գրանցես, պետք է անպայման տեղացի գործընկեր ունենաս, տնօրենդ պետք է լինի տեղացի եւ այլն, ազատտնտեսական գոտում թույլատրվել էր, որ այդպեսին դա չլիներ։ Բայց այնտեղ տենց ֆիշկային հորին է, որով որ իրանք կարողանան այն Դուբայ, որ դուք հիմա տեսնում եք, հա, ժամանակին ասենք ինքը եղել է բացառապես առևտրական ինչ որ կենտրոն, հիմա երևի տեսնում եք ոչ туриզմը, ոչ առևտուրն է այնտեղ առաջնային, այնտեղ կոնկրետ արդեն բացվում են շատ գործարաններ եւ տնտեսական ճյուղերը այնտեղ ուրիշ զարգացում են ապրում։ Չինաստանի պարագայում, Չինաստանը քանի որ շատ մեծ երկիր է, այնտեղ ամեն ինչը սկսվում է միլիոններով եւ միլիարդներով, ուղղակի ափսոս էր, որ այդ տարածքում կլաստերները չզարգանեն, բայց իրանք բոլորը կպած են բոլորը պորտերին։ Դա էլ է կարևորել, իրանք ունեն այդ հնարավորությունը, որ կարողանան առանձնացնել եւ պորտերին կպցնեն, ուստի Չինաստանն այն եզակի օրինակներից է, որ այնտեղ հենց առևտրով զբաղվող, հա, այդ ազատ առևտրի գոտիներն են շատ զարգացած։ Դու ոնց որ բանա մրցություն սկսեցիր, տակ դες մի հատ էլ Մարոկոյին այդտեղ կավելացնեմ։ Մարոկոն վերջի շրջանում էլի չինական ներդրումների հաշվին։ Վերադարձավ այն իմ առաջի ասացին, աֆրիկյան ֆանտաստիկ։ Չէ, բանը Մարոկոյին ես տեղից մի քիչ
դուրս եմ դնում, դուս որ կոնկրետացնեմ Աֆրիկայից Մարոկոն մի հատ առանձնահատուկ օրինակ է, որը որ չունենալով ոչ առանձնապես տեխնոլոգիական ինչ որ հենք, ոչ ինովացիաների ունակություն, ոչ ինչ որ հասարակություն, որտեղ աշխատուժը բավականին որակյալ է, հա, չունենալով այդ բոլոր փոփոխականները, այսօր ունի ազատ տնտեսական գոտիներ, որոնք զբաղվում են ավիաստроениով, հա, ասած կոչենք, որոնք զբաղվում են մեքենաշինությամբ եւ այլն, բոլորը շատ բարդ ու բարդ տեխնոլոգիական ոլորտներ են։ Իսկ բանի մասով էմերացիաների ֆենոմենը ինչու՞մ է իրանց մոտ non-oil sector-ը վերջի մի տարի առաջ, չէ, երևի, մի տարի առաջվա դրությամբ արդեն 50%-ից ներքև է, 50%-ից խորը ներքև է։ Դες իրանք լինելով պետություն, որը որ պետության ամբողջ եկամուտը գեներացնում էր ժամանակին նավթի հաշվին եւ մնացած ոչ մի տեղից պետությունը եկամուտ չէր ստանում, որտեղ հարկային պրեֆերենցիաներ կային։ Հիմա պետությունը եկամուտի էական մասը ստանում է այլ սեկտորներից։ Ու համախառն ներքին արդյունքի մեջ նավթային եկամուտները բավականին ցածր թիվ են կազմում։ Ու դա պետական քաղաքականությունները դեպի դրան տանել, դե գիտեք հրավիրվել են մասնագետներ, ազատ տնտեսական գոտիների համաշխարհային կազմակերպությունը ստեղծվել է հենց Դուբայի պլատֆորմի վրա։ Ու տարեկան ժողովները, որ մենք իրականացնում ենք տարբեր երկրներում, անցյալ տարի էմիրություններ, մենք մինչև այդ Բարսելոնայում ենք, այս տարի Չինաստանում ենք հավաքվելու, մենք միշտ քննարկում ենք, թե ինչպես կարող ենք օգնել բոլոր 3 մեր շահառուներին, առաջինը պետություններին, իրանց գրագետ ռազմավարությունը մշակելու ուղղությամբ, երկրորդը ներդրողներին, գրագետ ներդրումներ անել, որ հետո չասեն, մեզ խաբեցին, մեզ տարան, այս ինչ է, այսօր ենք եկել, եւ երրորդը այդ ներդրողները, որոնք որ ստեղծում են հատուկ տնտեսական գոտիներ, իրանց արդեն օգտվողներին մենք մեր լեզվով ասում ենք ռեզիդենտներ, հա, շահագործողներ, որոնք որ կարողանան իրար հետ բիզնես անեն ու եթե մինչև օրինակ 5 տարի առաջ մեր հիմնական акցենտը ներդրողների հետ աշխատանքն էր, հիմա մեր մոտ акցենտը ռեզիդենտների հետ աշխատանքն է, որ իրանք կարողանան իրար հետ գրագետ այդ արժեշղթայի մեջ ներգրավվածությունը շատ գրագետ իրականացնեն, օրինակ վառ օրինակ է, մենք երկրներից մեկում անունները չեմ կարող տալ, որովհետև կա բան է, ինքը կոմերցիոն գաղտնիք է, բայց երևի ձեզ հետաքրքիր կլինի։ Պատկերացրեք, որ պատվեր ունեին արտադրելու ոչ ռազմական վերտալոտ հելիկոպտեր, հա։ Ուղղաթիռ, հա։ Ու երբ որ ինքը նման պատվեր է ստանում, դրանք կրկնակի նշանակության են, իրավունք չունեն ամբողջ ցիկլը մի տեղում փակեն։ Մյուս կողմից էլ ինքը թանկ արժողություն ունեցող պատվեր է, որպեսզի ինքնարժեքը նվազի, մենք խորհուրդ տվեցինք գտնել ուրիշ տեղ այլ ազատ տնտեսական գոտիներում որտեղ է մետաղը մշակվում, որտեղ է կահույքը պատրաստվում, որտեղ է սոֆթը գրվում, որտեղ է որակի վերահսկողությունը կատարվում, հա։ Այդ ուսումնասիրությունը պատվիրատուն արեց եւ վերջնական յուրաքանչյուր կողմը չգիտեր ուր է գնալու, մատակարարում ուր է գնալու։ Ամեն մեկը մատակարարեցին, պատկերացրեք 5 տարբեր երկրների մատակարարները, իրանց մատակարարումը արեցին 6-րդ երկրում, որտեղ այդ ամեն ինչը հավաքվեց։ Տեղափոխվեց 7-րդ երկիր, որպես կրկնակի նշանակության եւ ընդդեղից արդեն գնաց սպառումը։ Ուրեմն մենք ստատիստիկան վերլուծեցինք ու հասկացանք, որ մոտ 30%-ով մենք կարողացանք ինքնարժեքը էժանացնենք, process-ը արագացնենք, որովհետեւ այդ նույն պատվիրատուի համար այդ նույն կահույքը կարվում է արդեն տասնյակ տարիներ։ Իրան պետք չի հա կրիտերաներ տալ, որով դա պետք է ընդունվի։ Հաջողված օրինակներից վերադառնանք Հայաստան։ Ինչպես է գնահատում կոնցեպտի զարգացումը Հայաստանում եւ եթե ազատ տնտեսական գոտին դիտարկենք որպես մարքեթինգային product, հա, ինչ է կարծում, որն է գրավչությունը, ինչպես պետք է բիզնեսներին շահագրգռել, որպեսզի գան Հայաստան, այլ ոչ օրինակ հարևան մեր երկրներ գնան, ինչ լուծում ենք մենք առաջարկում բիզնեսին։ Նայեք, շատ շուտվանից ուղղակի հարկային արտոնություններ տալը ներդրողին գրավիչ չի։ Եվ ներդրողից ուզել, որ ինքը կստեղծի աշխատատեղեր, դա էլ իր համար անիմաստ սպառնուկ։ Ոչ մի ներդրող չի մտածում, որ գնա ինչ-որտեղ աշխատատեղ ստեղծի, հա, ինքը գնում է փող աշխատելու։ Ինքը գնում է իր բիզնեսի պլանները, ռազմավարական նպատակներ իրականացնել։ Այլ խնդիր է, որ մեր մոտ Հայաստանում, չնայած որ
պետություն մասնավոր համագործակցությունը բավականին լավ է, ազատտնտեսական գոտիների մասում ցանկացած ներդրող միշտ բաց է էկոնոմիկայի նախարարություն կարող է այցելել, իր հարցերը տալ, իրանք ուղղորդեն, կաջակցեն, բայց մեր ազատտնտեսական գոտիները չեն աշխատում մի քանի պատճառներով։ Առաջինը, մեր օրենքը, որը որ գրվել է տասնյակ տարիներ առաջ, ինքը վերանայման եւ վերամշակման կարիք ունի։ Օրինակ ասենք, վերցնենք համեմատենք Հայաստանը Մակեդոնիայի հետ։ Ինչ է Մակեդոնիայի հետ համեմատում, իրանք էլ են նույն 29000-ը, իրանք էլ ծով չունեն, իրանք էլ մեր Սևանի նման է, իրանք լիճ ունեն օրգետ, իրանք էլ շրջապատված եւ ունեն փակ սահմաններ, նմանատիպ միջավայրում են։ Երկար ժամանակ պատերազմի մեջ են գտնվել։ Հա։ Ինչ են արել իրանք։ Իրանք ազատտնտեսական գոտիների տնօրինություն են ստեղծել վարչապետին կից։ Եվ ներդրողը, խոշոր ներդրողը, երբ որ գալիս է որևիցե երկիր, իսկ մենք ասենք շատ տենց գրավիչ բաներ չունենք, հա։ Մեր երկիրեկո խոշոր ներդրողը վստահություն է ուզում, երբ որ ինքը գիտի, որ այն թիմում հետ, որ ինքը աշխատում է, խնդրի դեպքում, խնդրի դեպքում, աջակցության դեպքում ուղղակի դուռն է թակելու եւ երկրի ղեկավարին ինքը մուտք է ունենալու։ Ճիշտ է, էկոնոմիկայի նախարարը, փոխնախարարը, վարչության պետը միշտ բաց են նման քննարկման, բայց խոշոր ներդրողները, այդ մենք որ ասում ենք Fortune 500-ը, իրանք ուզում են երկրի առաջի դեմքից առաջինը լսեն, որ իրանք կողքին են, եւ երկրորդը, որ կա գարանտիաներ իրանք ներդրումների։ Այդ առաջի խնդիրն է։ Երկրորդը կառավարչական մասնագիտական խնդիրն է։ Այսօր Հայաստանում որևիցե համալսարանում կամ անգամ նեղ մասնագիտական վերապատրաստման բիզնես դպրոցներում չեն դասավանդվում ազատտնտեսական գոտիների մասին ոչ մի դիսցիպլինա։ Եվ թե մեր ազատտնտեսական գոտիների ղեկավարները, թե նախարարության ներկայացուցիչները չեն գնում դուրս այդ դասերի։ Դուք կարող եք ասենք նայեք, քանի հատ ազատտնտեսական գոտի ունենք կամ ունեցել ենք, շատ կարող է ինչ-որ մի հատ անվճար սեմինար on-line մասնակցած լինեն։ Ուղղակի ազատտնտեսական գոտի այցելություն իրենց գիտելիք չի տակ, իհարկե կատարում են, տարբեր երկրներ գնում են ազատտնտեսական գոտիներով շրջում են եւ ինչ են տեսնում։ Ոչ մի օպերատոր իրանց ներքին խոհանոցը, թե ինչպես է կառավարում, ինչպես է ներգրավում, իրանց երբեք տենց բաց չի ներկայացնելու։ Եվ արդեն ամենավերջի կոմպոնենտը ազատտնտեսական գոտիները իրանք ինչպես ասացի գտնվում են կոնկրետ Հայաստանի Հանրապետության օրենքով էկոնոմիկայի նախարարության կողմից վարվող ռեեստրում, հա, նրա համար որ կարողանան իրանք այդ ստատուսը ստանան, ճանապարհ են անցնում, գոյություն ունի միջգերատեսչական հանձնաժողով, եզրակացություն է տալիս, այդ եզրակացության հիման վրա որոշում է դուրս գալիս կառավարության կողմից, հա, նայեք, ստացվում է որ ներդրողը առաջի մուտքից մինչև վերջնական, որ ինքը կարողանա թուղթ ունենա, որով սկսի իր շինարարությունը կամ տարածք վարձի, առնվազն 3 ամիս անցնում է։ Ոչ մի ներդրող չի սպասելու 3 ամիս։ Ինքը կգնա կողքի երկիր, օրինակ նույն Դուբայում, դու կարող ես քո կազմակերպությունը գրանցես հեռախոսով 24 ժամվա մեջ։ Հետո գնաս, թղթերը ստորագրես, բանկային հաշիվը բացես, դեռ լիցենզիանը տեղից վճարես, ու վсё, դու ոչ մի բան հետ գործ չունես, քո թիմը կարող է գնա այնտեղ սկսի արդեն աշխատել։ Նույն Կազախստանում դու ունես մեկ պատոհան, որտեղ որ քո թղթերը ներկայացնում ես, հա, մի փոքր ավելի երկարատևում որոշում կայացնել է, բայց ներդրողի հետ անմիջական շփում ոչ մեկ չունի, բաց է տնօրինությունից։ Պատկերացրեցիք, Մակեդոնիան ինչ արեց։ Մակեդոնիան ստեղծեց այդ տնօրինությունը, որը որ վարչապետին կից է, թույլտվությունը, որոշումը, մոնիտորինգը, վերահսկողությունը, մարքեթինգային PR արշավները, տարբեր միջոցառումները, տարբեր տեսակի պրիզավոյ ֆոնդեր մշակելը, տարբեր տեսակի, չգիտեմ, այնտեղ որակի նշան, չգիտեմ, լավագույն ներդրողի նշան, տենց բաներ կազմակերպելը, այդ տնօրինությունն անում, որը որ ինքը ամեն տարի շատացնում է թե հատուկ տնտեսական գոտիների տարածքները, թե ներգրաված հետաքրքիր բիզնեսները, այո։ Ես ճիշտն ասած այլ կողմից կմոտենամ հարցին, ուրեմն հիմնական 2 կամ 3 բլոկ կարելի առանձնացնել, որի տիրույթում ազատ ու հատուկ տնտեսական գոտիները աշխատում են։ Մեկը լոգիստիկ ծառայությունների մատուցումն է, այսինքն չորպայստային տնտեսություններն են եւ այլ բեռնամշակումներ ու սենց նիկա ասած պորտերը, հա, օրինակ Չինաստանի բանկը։ Մյուս կտորը դա արտադրական կամ արդյունաբերական կոմպոնենտն է եւ երրորդը այդ ծառայությունների կոմպոնենտն է։ Առաջի կտորի իրականացման համար կամ պիտի ունենաս շատ մեծ տրանզիտ բանի, հա, ոնց որ տեղափոխման ուղիների կենտրոնում պետք է գտնվես կամ պիտի ինչ-որ հաբ լինես։ Հաշվի առնելով, որ մեր
ոնց որ 4 հնարավոր սահմաններից 2-ը մշտապես փակ են, 2-ից մեկը մեկ փակ է, մեկ բաց, կախված նրանից ինչ լարվածություն ունենք սահմաններին, առաջի կտորով զբաղվել այս պահին չենք կարող։ Երկրորդ կտորը, արտադրական կտորով զբաղվելու համար մի քանի կոմպոնենտ կա, որից կաղում ենք։ Առաջինը այդ կոմպետենտ կադրերն են, որը չունենք, հա, արդյունաբերական իմաստով չունենք։ Չունենք տեխնոլոգներ, չունենք այսպես կոչված որակյալ ցածր մասնագիտացված աշխատուժ։ Այս արտադրական զոնաները իրանք երկու տրամաբանությամբ են աշխատում, կամ թանկ պրոդուկտի, կամ շատ քանակի պրոդուկտի։ Օրինակ, ասիական զոնաները իրանք արտադրում են շատ պրոդուկտի տրամաբանությամբ, ասենք նույն Շրի Լանկան արտադրում է բանի, հա, անվանի բրենդների, տեքստիլի, հա, անվանի բրենդների էական մասը կարվում է այնտեղ։ Ֆրիզոնաներ ունեն 50-60 հազար հոգի մարդ է աշխատում։ Մենք այդ առումով շատ քիչ ռեսուրս ունենք աշխատանքային, հա, ոչ իրենց բնակչության թվերով կարանք հասնենք, ոչ մնացածը, պլյուս դրան նմանատիպ ֆրիզոնաները, ազատ հատուկ տնտեսական գոտիները, որոնք ծավալի վրա են աշխատում են երկրներում, որտեղ աշխատավարձային շեմը ցածր է։ Մեր պարագայում աշխատավարձային շեմը իրանցից պատիկով բարձր է, հա, նույնիսկ հնգապատիկից ավել բարձր է։ Նշանակում է ծավալի վրա չենք կարող աշխատենք։ Կարանք աշխատենք թանկ պրոդուկտ արտադրելու վրա։ Թանկ պրոդուկտ արտադրելու համար պետք է ունենանք կոմպետենտ կադրեր առաջի հերթին, որը չունենք։ Հա։ Դրա հետ միասին կա sense հասկացություն արդյունաբերական ծառայություն, հա։ Պիտի ունենաս արդյունաբերական ծառայությունների լավ զարգացած միջավայր երկրում։ Արդյունաբերական ծառայության մեջ կարա մտնի R&D սեկտորը, հա, այդ հետազոտությունների, ինչ որ ինովացիաների ստեղծման բան եւ այլն։ Այդ կոմպոնենտից կաղենք, երկրում չունենք։ Եթե փորձենք ընդհանուր առանձնացնենք ինդուստրիալ գոտիները, այսօրվա գործող իրանց թե խնդիրներով, թե ընդհանրությամբ, ես կառանձնացնեմ 3 ուղղություն։ Առաջինը իմ կարծիքով բոլոր արդյունաբերական գոտիները իրանք իրենց հերթին, հատուկ տնտեսական գոտիները իրանք իրենց հերթին սպառող են փոքր ու միջին ձեռնարկությունների։ Ոստի եթե իրանք սկսեն տվյալ երկրում զարգացնել իրենց մատակարար ՓՄԶ-ները, թե իրենց մասնակցությամբ, թե բաժնեմասային մասնակցությամբ, թե իրանց այդ R&D գրանեսած R&D կտորը զարգացնելու մասով, դա շատ մեծ օգուտ եւ ապագա կտա թե երկրին, թե այդ մենք ասում ենք յակրնի, հա, յակրնի ներդրողին։ Երկրորդը, եթե ազատտնտեսական գոտիները իրենց կառավարման մոդելը նախագծում են եւ կառավարում են համապատասխան լավագույն միջազգային փորձի։ Դա կարող է լինի, ասենք, ISO-ի տարբեր ստանդարտները, դա կարող է լինի պատկանելիությունը որևիցե որդեգրած նորմատիվին, ու դա անպայման չի լինի պետության պահանջը, հա, դա կարող է լինի ինքնուրույն որոշում, որ իրան գնում են դեպի կայուն զարգացումը։ Երրորդը ինքը պետք է լինի գիտելիքահեն։ Մենք ասենք այսօր ուղղակի ներդրումներ են կանում ազատտնտեսական գոտիների տարբեր մասնաճյուղերը, որտեղ գիտելիքահեն տնտեսություն չկա։ Կարող եք ասենք հիմա վերցնեք ռեեստրը, ինչ կազմակերպություններ են գրանցվել Հայաստանում, որոնք են փակվել, կտեսնեք, այնտեղ տենց ինչ որ լուրջ գիտելիքահեն բիզնեսներ չեն եղել։ Եվ իրանք ասենք իրանց գտնվելով երկրում նոր արժեք չեն ստեղծել, բացի նրանից, որ աշխատատեղեր են ստեղծել եւ իրանք բիզնես են արել, հա։ Ոստ իրանք կարային այլ տեղ էլ գնային, նույն ձև տարածք վերցնեին, բարձեին կամ կառուցեին եւ զարգացնեն։ Ու նաեւ ամենավերջի այդ կարմիր գծով, որ արդեն անցնում է վերջի հետազոտությունների մեջ, ազատտնտեսական գոտիները ամեն դեպքում պետք է լուրջ ուշադրություն դարձնեն եւ ներդրում անեն ստարտափների մեջ։ Տիգրան, կարծում եմ, որ ապագա ազատտնտեսական գոտիները կունենան կրթական սեփական բազան, սեփական պլատֆորման, մանավանդ եթե խոսանք բարդ տեխնոլոգիական ոլորտների մասին, կունենան սեփական կրթական բազան, ու այդ տենդենսը մի քանի օրինակում կա, հա։ Կոննան սեփական արտադրական բազան, որով սեփական կրթական բազան, որով կպատրաստեն այն կադրերին, որով արդեն կկարողանան հետագայում վարել գործունեությունը, ու նիկա ասած այդ գիտելիքահեն, հա, կոմպոնենտի ապահովողը հենց իրանք կլինեն։ Այդքան։
Այդքանը։ Անչափ շնորհակալ եմ ձեզ այս խորքային զրույցի համար։ Ես ինքս էլ բացահայտեցի շատ հետաքրքիր կետեր ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ, կարծում եմ մեր ռադիո լսողները եւ ռադիոդիտողները նույնպես։ Ես հուսով եմ, որ դեռևս առիթ կունենանք ձեր հետ շարունակելու զրույցը, որովհետեւ ինչպես հասկացա թեման այսպես սպառել 30 րոպեի ընթացքում բնականաբար չենք կարող։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ։ Այս զրույցը թող լինի այսպես կուլիսների բացում, հա, մեր ռադիո լսողների եւ դիտողների համար եւ կարծում եմ ազատ տնտեսական գոտիները ապագայում կարող են Հայաստանի տնտեսական ապագայի առանցքներից մեկը դառնալ, հուսանք ամենայն դեպս, որովհետեւ մենք ունենք օրենսդրության մեջ շատ հետաքրքիր կետեր, օրինակ, ասենք ազատված են մաքսատուրքերից, հա, ազատված են ավելացված արժեքի հարկից, գույքահարկից ու դա շատ գրավչություն է ապահովում ներդրողների համար, եթե գրագետ բիզնես արվի։ Պետության տեսանկյունից էլ պարազիտային ինչ-որ բան ունի, բնույթ ունի, այն դեպքում, եթե ճիշտ չիրականացվեց դրա կառավարումը, որովհետև փաստը ստացվում է, որ տնտեսվարողների միջև անհավասար իրավիճակ է առաջանում, հա, որովհետև այդ պարազիտային վիճակը չստեղծվի, այդտեղ բավականին շատ նուրբ կետեր կա, որ պետությունը հաշվի առնի։ Պակասների կառավարման մոդելների եւ ռազմավարական պլանավորումը։ Գլոբալ ռազմավարական այլ։ Շատ շնորհակալ եմ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ, տեսություն։